Բարև ձեզ, Ամեկ Պլյուսի եթերում հարցազրույցն է։ Մենք շարունակում ենք հետևել Հայաստանում, տարածաշրջանում եւ ողջ աշխարհում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին եւ այդ մասին այսօր զրուցելու եմ անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Քոչինյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Նախ հասկանանք, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում։ Դուք գիտեք, որ երեկոյան դատարանը 2 ամսով կալանավորեց Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին իշխանությունը զավթելու տարածքային ամբողջականությունը խախտելու եւ այլ նմանատիպ հանցագործությունների կասկածանքով։ Ինչպես է գնահատում այս երևույթը եւ ընդհանրապես այս իրավիճակը, որ վերջին մի քանի օրերին ստեղծվեցին։ Նախ եկեք տերմինների մեջ մի քիչ ավելի ճիշտ լինենք, նա Ռուսաստանաբնակ չէ, նա ռուսաստանցի է, նա Ռուսաստանի քաղաքացի է հայկական ծագմամբ։ Դրանք շատ տարբեր բաներ են, որտեղ մարդ կարա Հայաստանի քաղաքացի լինի, բայց լինի Ռուսաստանաբնակ։ Ես չգիտեմ, բայց ենթադրում եմ նաև, որ նա կարող է ունենալ նաև Հայաստանի քաղաքացիություն, երկքաղաքացիության այդ համատեքստում։ Ռուսաստանի քաղաքացի հայկական ծագմամբ, այս առաջինը։ Երկրորդը, ինչա տեղի ունենում ավելի ընդհանուր այսպես քաղաքական դաշտում։ Հայաստանի ուրեմն իշխանությունները այսպես նախահարցակ ոճով փորձում են չեզոքացնել բոլոր այն ուժային կենտրոնները, որոնք հաճախ ոչ քաղաքական դաշտում են, բայց որոնք դիրքավորվել են որպես արմատական ընդդիմություն։ Այս պայությամբ խոսքը եկեղեցու մասին է եւ եկեղեցու շուրջ հավաքված ինչ-ինչ տարբեր բիզնես եւ այլ ուժային կենտրոնների մասին է։ Այս բոլորը իրենց հերթին շատ հաճախ ունենում են որոշակի ռուսական հովանավորչություն, որոշակի ռուսական կոորդինացիա, այսպես ասենք։ Մեթոդները, որոնք ընտրված են այդ նախահարցակ լինելու մեջ, շատ հաճախ այսպես դուրեկան չեն, լավը չեն, հաճելի չեն, բայց պետք է ֆիքսենք մի բան, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում փորձ է արվում պարբերաբար Հայաստանում քաղաքական գործընթացները քաղաքական գործընթացների լուծումները բերել ապաքաղաքական դաշտերից, ապաքաղաքական այսպես կենտրոններից, հա, ինչը լավ տեղ չի տանում, ոչ եկեղեցու միջամտությունը քաղաքականությանը լավ տեղ չի տանում։ Եվ ոչ էլ հակառակը պետության միջամտությունը եկեղեցուն լավ տեղ չի տանում։ Ոչ էլ բիզնեսների, ընդ որում ոչ հայկական բիզնեսների միջամտությունը, ուրեմն քաղաքականությանը լավ տեղ չի տանում։ Եվ նաև պետք է այս ամենի մեջ մեկ այլ շերտ ձեզ հետ առանձնացնենք, դա Ռուսաստանի հիբրիդային հարվածներն են Հայաստանին, որոնք շատ հստակ նպատակ ունեն այն արտաքին քաղաքականությունը, որը որ Հայաստանը վարում է 21-22 թվականների Ռուսաստանի դավաճանությունից հետո, իսկ դա հենց դավաճանություն է, օրինակ շատ հաճախ տեսնում եմ, որ տարբեր փորձագետներ, մասնագետներ ասում են, դե գիտեք, մենք պետք է մեղքը մեր մեջ գտնենք, մենք էինք սխալ եւ այլն, հա, իհարկե, ընդհանրապես ռեֆլեքսիան լավ բան է եւ միշտ պետք է առաջինը քո մեջ խնդիրը գտնես, բայց 21-22 թվականներին տեղի ունեցածը դա չի կարելի այլ բառով կոչել, քան դավաճանություն։ Ռուսաստանի դաշնությունը դավաճանել է Հայաստանի Հանրապետությանը, երբ որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարցականի տակ էր դրված եւ հարցակում էր տեղ ունեցել բուն Հայաստանի Հանրապետության վրա, Ռուսաստանը մեզանից երես է թեքել եւ դրանից հետո տեղի ունեցել այդ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա ինչ-ինչ փորձեր են։ Ընդ որում իմ գնահատմամբ այդ փորձերը դեռ խիստ սահմանափակ են, փոքր են, անբավարար են, բայց անգամ դրանք բավարար էին, որպեսզի Ռուսաստանի դաշնությունը որոշի, որ ինքը գրեթե իր ողջ գործիքակազմով, նույնիսկ գրեթե ողջ գործիքակազմով, որտեղ դա շատ խաղաքարտեր կան, այսպես ասենք, իրանց գրպանում։ Սկսի հարվածներ հասցնել նախ այս իշխանություններին, իսկ հաջողության չհասնելու դեպքում նաև Հայաստանի Հանրապետությանը։ Սամվել Կարապետյանի եւ եկեղեցու քայլերը այդ համատեքստում դիտարկեցիք, ինչ որ նոր նախաձեռնություններ կային այդ առումով Ռուսաստանի կողմից միջնորդավորված այդ գործիչներով կամ եկեղեցականներով, որ դուք ասում եք իշխանությունները նախահարցակ եղան։ Ինչ որ այն, որ եկեղեցին վերջին շրջանում դարձել էր Հայաստանում հիմնական արմատական քաղաքական ընդդիմությունը, դա ակնհայտ էր։ Վերջին երկու տարվա ընթացքում ամենամեծ այսպես հանրահավաքը, ցույցը հակաիշխանական կարողացել էր կազմակերպել հենց եկեղեցին։ Եկեղեցու արածը շատ տեսանելիորեն փորձում էր օգտագործել քաղաքական ընդդիմությունը, ի թիվս մի քանի խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի, իսկ երբ որ օրինակի համար ձեր նշած ռուսաստանցի օլիգարխը հայտարարություն է անում եւ ասում է մենք մեր ձևերով կլուծենք այդ հարցը, դա իրանց ձևերը հայտնի են։
Ես իհարկե հասկանում եմ, որ ամենատարբեր այսպես աճպարություններով հիմա կարելի է այստեղ զբաղվել եւ նաեւ Facebook-ում զբաղվում են, օրինակ մարդիկ հելել են, ասում են դե իրա ձև ասելով նկատի ուներ կաղոտ հենք, ես ինչ գիտեմ եւ այլն, բայց պետք չէ միամիտ լինել եւ օրինակ չհասկանալու տալ թե ինչ կարող է նկատի ունել ռուսաստանցի օլիգարխը ասելով մեր ձևերով այդ հարցը Միգուցե նկատի ուներ այն, որ իրենք ունեն ռեսուրսներ եւ մարդկային ռեսուրսներ այդ շրջանակներում են հետ, ինչու՞ չէ նաեւ Գազպրոմը եւ կան նաեւ ընդդիմադիր որոշ շրջանակների աջակիցներ, որոնք կարծեք թե գնալով չեն նվազում ամեն դեպքում դրանց փողոց հանելով դուք ինքներդ փաստացիք որ ամենամեծ հասկանում եք որ դուք հենց հիմա հանցագործություն եք նկարագրում Այն ինչ որ դուք հիմա ասում եք, դա էլ է հանցագործություն։ Ինչու՞։ Որտեւ այդ մարդիկ, որոնք որ աշխատում են քեզ պատկանող կազմակերպությունում, այդ մարդկանց որևէ կերպ կազմակերպել, ուղղորդել քաղաքական գործունեության, նրանց ստիպել որևէ բան անել, դա հանցագործություն է։ Հետ կապված արեք ասեց ազգային ժողովում։ Չէ, ես չեմ ասում դա դուք եք դա նկարագրում, ասում ինչ որ դուք նկարագրում եք, դա նույնպես հանցագործություն է։ Բացառում որ մարդիկ ելնելով աշխատանքը կորցնելու ինքնապաշտպանական այդ մղումներից, նրանց կարող է եւ բոլորովին էլ պետք չլինի փողոց հանելը, իրենք ինքնուրույն կարող է գնալ, իսկ դա հանցագործություն չէ։ Աշխատանքը կորցնելու վախը հետ ստիպելն է։ Բայց ստիպելը հոմենակ ատրճանակը գլխին դնելով չի։ Մարդը կասի ես դուրս եմ եկել եւ պաշտպանում։ Իհա կասի հետո։ Գործատու է ամեն Շատ լավ համակրում եմ դրա։ Հիշում եք մինչև 2018 թվականը ոնց էին ընտրությունները կազմակերպվում, ոնց էր այդ ամեն ինչը կազմակերպվում։ Ախր Ժորժ ջան, ինչինք ինքներս մեզ ինչ որ sense միամիտի տեղ դրել էլի։ Ով որ օրինակ համար ինչ-որ մի հատ պետական հաստիքում էր աշխատում, ով որ աշխատում էր այդ մարդկանց պատկանող բիզնեսներում, իրա շատ հստակ բացատրում էր ինքը ոնց պետք է անդրի։ Հիմա դա այդ ամեն ինչը հանցագործություն է։ Շատ լավ, հանցագործություն է, ամեն դեպքում չեք բացառում, որ իշխանությունները ասում եք նախարարծակ եղավ, միգուցե եւ ոչ ճիշտ լեքսիկոնով, միգուցե ոչ ճիշտ ուղղություններով եւ այլն գործիքներով, ամեն դեպքում դա բացական էֆեկտի տա եւ իսկապես շատ մարդիկ դուրս գան փողոց ու դա հակառակ էֆեկտը տա իշխանության։ Չի երևում, որ դա հակառակ էֆեկտն է տալիս այս պայդրությամբ։ Դե չի ուրա մարդիկ դուրս են գալիս փողոց։ Ես դες բան չեմ տեսնում, դուք տեսնում եք Երևանի փողոցներում տասնյակ հազարավոր ցուցարարներ։ Ինչ որ բողոքի ակցիաներ կամ Դե տեսնենք։ Հանրահավաքներ։ Տեսնենք, ես մի տեսակ խելքս չի կտրում, որ Սամվել Կարապետյանի կամ նմանատիպ այլ մարդկանց համար Հայաստանում տասնյակ հազարավոր մարդիկ փողոցներ են դուրս գալու։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև հենց երեք էլեկտրական ցանցեր ազգայնացնելու մասին, դրան գիտեք պատկանում են Սամվել չգիտեմ ինչ անդադ Ալեքսանյանն եմ հիշում, Սամվել Կարապետյանին։ Ոչ, ես ընդհանրապես հայտնի է, որ նրանք քավորսանիկային հարաբերություններ ունեն Սամվել Ալեքսանյանն ու Կարապետյանը եւ երեք անգամ գրառումներ կային, թե ուր է Սամվել Ալեքսանյանն այս դեպքում ինչի չի պաշտպանում Կարապետյանին, հնարավոր է նաեւ նրան միանա նաեւ այլ գործարաններ։ Չգիտեմ, ես միջանձնային հարաբերություններով չեմ զբաղվում։ Շատ լավ, հեծի ազգայնացման կամ պետականացումն էլ համընկավ, ինչու, եթե Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ էր սկսել կամ իշխանությունները ավելի վաղ էին սկսել տուգանքը, որ երեք սակագնային հանձնաժողովը սահմանեց հեծի նկատմամբ կամ ազգայնացման այդ գործընթացը ավելի վաղ տեղի չունեցավ, որ հենց համընկավ երեկվա այդ իրադարձությունների հետ եւ պատկան մարմիններին թե ինչու դա համընկավ, ես պատկան մարմինների ներկայացուցիչ չեմ, որպես ես ասեմ, ինչու համընկավ կամ ինչու չհամընկավ, ինձ դա հետաքրքիր չի, բայց ես ուրիշ բան կարող եմ ասել, մեր վերլուծական կենտրոնը սրանից 2 ամիս առաջ մի հետազոտություններ հրապարակել է Հայաստանի սիստեմատիկ կախվածությունները Ռուսաստանից եւ մենք այդ կախվածությունները ընկալել ենք որպես սպառնալիքներ եւ տվել ենք դրան որոշակի լուծումներ եւ հեծի ազգայնացումը այդ լուծումներից մեկն էր Եվ հիմա անկախ նրանից թե դա ինչ համատեքստում ա եղել, դա եղել է ինչ-որ քրեական գործի շրջանակներում, ինչ-որ ռուսաստանցի միլիարդ հատերին զսպելու, սանձելու գործընթացի շրջանակներում, այն որ Հայաստանի էլեկտրական ցանցերը ռուսական կապիտալից վերածվում Հայաստանի, առավելևս Հայաստանի պետական կապիտալի, դա միանշանակ ողջունելի եւ դրական զարգացում է։ Բայց այս ճանապարհով տվյալ դեպքում սեփականատիրոջը կալանավորելուն զուգահեռ սեփականատիրոջ այլ օբյեկտները տաշիրպիցան եւ այլն այդ ցանցերը ստուգելով, փակելով դա ընդդիմությունը կարծիք է բարձրացնում, որ սա կարող է բացական էֆեկտ տալ եւ ներդրումներ գնան Հայաստանից։ Նկատի ունեք ասելով ընդդիմություն։ Խորհրդարանական ընդդիմությունը կամ արտախորհրդարանական, ինչպես դուք հիշատակացիք։ Ով էր կուսակցությունների անուններ կասեք, ովքեր են այդ Հայաստան դաշինքը, պատիվ ունեմ դաշինք կա թե չկա, չգիտեմ, բայց պատիվ ունեմ խմբակցություն։ Այդ երկու ուժերի ես ճիշտ ասած չեմ համարում ընդդիմություն, ես իրենց քաղաքական ուժերը չեմ համարում, դրանք քաղաքական պրոյեկտներ չեն ըստ էության։ Բայց ինչ վերաբերում է ընդհանուր, այսպես ասենք, իշխանության կողմից վարվող քաղաքականությանը, անշուշտ է, որ դրանք
քայլեր չեն ուղղությամբ, որոնք որ մենք բոլորս իբրև Հայաստանի քաղաքացիներ կուզենք տեսնել իրավական, արդի ժողովրդավարական պետության կառուցում, հա, սրանք այլ ուղղությամբ քայլեր են, սա ակնհայտ է, ու պետք է մենք ձեզ հետ նաև հաշվի առնենք, որ շատ կարևոր է այս դեպքում երկու ինստիտուտի դերակատարությունը, քաղաքացիական հասարակության եւ իրական քաղաքական ընդդիմության, այ ժողովրդավարական առողջ ուժերի ընդդիմության։ Ես երբևիցե այնքան միամիտ չեմ լինելու, որպեսզի մտածեմ, որ իշխանության գործն է ինքն իրեն զսպելը։ Հասկանաք, չկա այդպիսի իշխանություն, որը որ եւ ինքն իր ընդդիմության դերը պետք է խաղա, եւ ինքն իր քաղաքացիական հասարակության դերը պետք է, չկա այդպես բան։ Ամենաժողովրդավարական իշխանությունը անգամ այդպեսին չի կարող լինել։ Եվ այս առումով ես կարծում եմ մեր երկրի գլխավոր խնդիրը քաղաքական դիրույթում։ Դա ժողովրդավարական, պրոֆեսիոնալ, ընտրելու ընտրվելու ունակ իրատեսական ընդդիմության բացակայությունն է, որը որ կկարողանար զսպել, հավասարակշռել իշխանություններին։ Իսկ իշխանությունները ինչ են անում, իրենք իրենց ընկալման պաշտպանում են երկիրը ռուսական հիբրիդային հարվածներից եւ գնալով ավելի ու ավելի, այսպես ասենք, առազգական են ընկալում ժողովրդավարության սահմանները։ Ինչը տեղի չէր ունենա, եթե լիներ, ինչպես ես նշեցի, հա, այն բաներով, առանձնահատկություններով օժտված քաղաքական ընդդիմությունը, որը որ ցավոք սրտի այս բան չկա։ Եվ ուրեմն ինձ թվում է մեր բոլորիս ինտելեկտուալ ոնց որ ներուժը պետք է օգտագործել այն խնդրի լուծման ուղղությամբ, թե ոնց անենք, որ այդ ընդդիմությունը ձևավորվի։ Ոչ թե փորձենք օրինակի համար մեդիայով կամ քաղաքասարակությամբ իշխանությանը զսպել, որովհետև դա ոչ մեդիայի գործն է, ոչ քաղաքասարակության գործն է, ոչ թե փորձագետների գործն է, դա քաղաքական ընդդիմության գործն է։ Իսկ մենք քաղաքական ընդդիմություն չունենք։ Պարոն Քոչինյան, դուք ասեցիք Ռուսաստանից հրահրվող, բայց Նիկոլ Փաշինյանը օրինակ վերջի իրադարձություններին անդրադառնալով ասաց, որ ինքը չի կարծում, ինքը լավ հարաբերություններ ունի Կրեմլի ղեկավարների հետ, որ դրանք Կրեմլից են հրահրված, միգուցե ռուսական ինչ-որ շրջանակներից, որ շրջանակների նկատի ուներ, կամ ինչու այդպես ասեց, եթե գտնում եք, որ այդպես չի։ Ինձ թվում է շատ ակնհայտ է, որովհետև այս ամեն ինչին տալ շատ ավելի բարձր քաղաքական համատեքստ եւ նաեւ հայտարարել, որ սա արելա, չգիտեմ, ռուսաց ցարը, դա մի քիչ այլ կարգի էսկալացիա է, որի կարիքը ըստ էության չկա, եթե մենք կարողանում ենք հարցերը այս մակարդակում լուծել, էսկալացնել իրավիճակը եւ ավելին քաղաքական պատասխանատվությունը դրել ռուսաց ցարի վրա, դրա իմաստը պարզապես չկա։ Դա առաջինը, երկրորդը դրան զուգահեռ պետք է մենք ցես հետ նաև արձանագրենք, որ Ռուսաստանը այն բրգաձև sense միա այսպես առանց որևէ ինիցիատիվայի եւ առանց որևէ աստիճանակարգության բանը պետությունը չէ, որը որ շատ հաճախ դա նկարագրում են օրինակ արևմտյան քաղաքական բանում շրջանակներում եւ մեդիայում։ Իմ ընկալմամբ այդ քաղաքական իշխանության մեջ կան տարբեր աշտարակներ, ինչպես է տերմինաբանությունը, այսպես է էլի Կրեմլովսկի բաշնի, հա, Կրեմլյան աշտարակներ, որոնք որ ունեն տարբեր քանակությամբ իշխանություն, տարբեր քանակությամբ որոշումներ կայացնելու հնարավորություն։ Հիմա այդ աշտարակների մի մասը ես ինչքան որ հասկանում եմ, որոշում են իրենց համար կայացրել Հայաստանի հետ շարունակել աշխատանքը ճնշումների, այսպես պարտադրման գործիքակազմով։ Որոնք են դրանք։ Դե օրինակ շատ ակնհայտ դա երևաց Լավրովի այցի ժամանակ, Լավրովը այդ գծի կողմնակից է։ Հաջորդ այցը, որ տեղի ունեցավ Հայաստան, Մատվիենկոյի այցը, բոլորովին այլ տրամաբանության եւ բոլորովին այլ այսպես մոտեցումների մասին էր, դա այսպես ավելի շահագրգռող, ավելի հետաքրքրություններ ստեղծող մոտեցումների մասին էր, հա։ Ես իհարկե չեմ բացառում, որ այս ամեն ինչը նաև այդ հայտնի լավ ոստիկան, վատ ոստիկան խաղն է, երբ որ մեր հետ Վերջում նրանց բոլորին ղեկավարում է Վլադիմիր։ Այսինքն այդ առաջինը երկրորդին չի բացառում, որ կան տարբեր աշտարակներ, որոնք ունեն տարբեր մոտեցումներ, բայց դա ի վերջո այն մի հատ ընդհանուր խաղն է, որի գլխավոր նպատակը եւ դաղելով եւ յուղելով կոպիտ ասած, շարունակել Հայաստանի բաներ սանձերը քաշած պահել։ Ինչու Նիկոլ Փաշինյանը ազատեց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, իհարկե երեք նա դա պատճառաբանեց Աբազյանի հոգնածությամբ, որ բավականին ծանր փուլ է, ծանր շրջանում է ինքը ղեկավարել այդ կառույցը, այդ միաժամանակ չհերկելը, որ կարող է դա պայմանավորված լինել նաև վերջին այդ եկեղեցու կամ Սամվել Կարապետյանին վերաբերող իրադարձություններով, ինչ էր արել Արմեն Աբազյանը կամ ինչ չէր արել նա։ Ես ինտրիգներ չեմ ձեր կարծիքով։ Ես ինտրիգներ չեմ մեկնաբանում։ Դա ինտրիգ չէ, դա կոնկրետ կառույցի ղեկավարի պաշտոնանկություն է։ Շատ լավ, եթե ինքը ունի ասելիք թող ինքը ասի, եթե վարչապետը ունի ասելիք թող ինքը ասի, ես ինտրիգներ չեմ մեկնաբանում։ Դա ինտրիգ է։ Դա ինտրիգի փնտրտուք է։ Ամեն դեպքում, ինչպես է գնահատում ԱԱԾ-ի դերը շրջանում։ Ես կարծում եմ, որ ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանում են եզակի կառույցներից է, որ ամենաբարդ ռեֆորմացվող, ամենաբարդ փոփոխվող կառույցն է։
Ես կարծում եմ, որ տարիների ընթացքում պետք է հնարավորինս նվազեցնել ազգային անվտանգության ծառայության ուրեմն հնարավորություններն ու լիազորությունները եւ օրինակ համար արտաքին հետախուզական ծառայությունը, որ առանձնացվեց եւ 0-ից նոր կառույց ստեղծվեց, այն նմանատիպ ձևով պետք է օրինակ հակահետախուզության հետ վարվի եւ այլն եւ այլն։ Եվ ի վերջո հասնեն իրավիճակի, երբ որ կմնա ընդամենը 1-2 ֆունկցիա եւ այդ 1-2 ֆունկցիան անող նոր կառույց նորից կստեղծվի ու ԱԱՑ-ն ի վերջո կվերածվի, որովհետեւ դա մի կառույց է, որը իր օրգանական շարունակությունը տեսնում է եւ իր պատմությունը տեսնում է սովետական այդ KGB-ի պատմության մեջ, դա մի կառույց է, որտեղ երկար տարիներ Դերժինսկու նկարներն են կախված եղել, դա մի կառույց է, որտեղ նշանավոր հայ մտավորականներ են սպանվել սովետական ռեպրեսիվ մեքենայի կողմից, այսինքն իմ մոտեցումը այդ կառույցին է նա, որ այդ կառույցը պետք է փոխարինվի, ոչ թե բարեփոխվի, այլ փոխարինվի։ Սա այսպես երկարաժամկետ կատարվածքում, իսկ կարճաժամկետով ինչպես ասացի, ես ինտրիգներ չեմ մեկնաբանում։ Վաղը Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Թուրքիա եւ հանդիպելու է Էրդողանի հետ։ Ինչպես է գնահատում այդ հանդիպումը, որը պատմական է իշխանական շրջանակների կողմից գնահատվում, եւ ինչ հարցեր են քննարկվելու, ձեզ ինչ ակնկալիքներ կարող են ունենալ։ Ես շատ դրական եմ գնահատում վարչապետի այցը Թուրքիա եւ կարծում եմ, որ մեթոդաբանորեն սկսենք, հետո գնանք ոնց որ կոնկրետ բաների, հա։ Ես կարծում եմ, այս պայծությամբ Հայաստանի համար բացարձակ քաղաքական առաջնահերթություն պետք է լինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Ընդհանրապես դա պետք է դառնա ստացության առաջին անգամ է, որ դա Հայաստանի համար բացարձակ քաղաքական առաջնահերթություն է։ Երբևիցե դա Հայաստանի համար բացարձակ քաղաքական առաջնահերթություն չի եղել։ Այստեղ թող ինձ ներեն օրինակ առաջին նախագահի համախոհները, որոնք որ միշտ այսպես հպարտացել են իր ադմինիստրացիայի արտաքին քաղաքականությամբ Թուրքիայի վերաբերյալ, բայց անգամ այդ ադմինիստրացիայի համար Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը չի եղել բացարձակ առաջնահերթություն, որովհետև օրինակի համար հայկական կողմը տեղեկացված է եղել, թե ինչ է լինելու հայ-թուրքական սահմանի հետ եւ հայ-թուրքական հարաբերությունների հետ, եթե քարվաճառը ուրեմն գտնվի հայկական վերահսկողության տակ, նվաճվի հայկական ուժերի կողմից, բայց ամեն դեպքում գնացել են։ Փակվելու է, բայց քարվաճառը այնուամենայնիվ տեղի ունեցել են, ինչ որ տեղի ունեցել, հա։ Սա մեկ օրինակ է համար։ Երկրորդը եւ այդ միջոցառումից մի քանի ամիս առաջ ըստ էության հայկական կողմը ռուսական սահմանապահներին ռուսական կողմին խնդրում է եւ ըստ էության տեղակայում է ռուս սահմանապահներին հայ-թուրքական սահմանին իր ապահովագրությունը այսպես տեսնելու համար։ Այնպես որ ես չեմ կարծում, որ երբևիցե Հայաստանի համար դա եղել է բացարձակ քաղաքական առաջնահերթություն։ Քարվաճառը կենսական կարևորություն ունեցող գոտի էր։ Եվ դա մեզ օգնեց, հա, փրկեց դա Արցախը կամ մեզ ինչ-որ բան տվեց, իսկ միգուցե դա սխալ գնահատական էր, իսկ միգուցե կենսականներ իրականում հայ-թուրքական սահմանի բաց լինելը, որ այս երկիրը չհայտնվեր այն տնտեսական սոցիալական վիճակում, որում ինքը հայտնվել է եւ այնքան չթուլանար, որ 20 թվականին մեզ հետ կարողանային անել ինչ որ արեցին։ Իսկ դուք վստահ եք, որ ես ոչ մի բանում վստահ չեմ, ես վստահ եմ մի բանում, ես ոչ մի բանում վստահ չեմ, ես վստահ եմ բանում, որ ինչ որ արվել է, սխալ արվել։ Հիմա դուք կարաք հազար ձև ասեք, դե բա կարողա դա չանենք էլի փակել, կարողա մարսիանիներն էլ հարձակվեն, բոլորս վառվենք։ Հիմա դա չի հարցը։ Հարցը այն է, որ հաշվարկը եղել է այդ, որը մեր համար ավելի կարևոր է քարվաճառը, քան Թուրքիայից սահմանի բաց լինելը։ Դա եղել է սխալ հաշվարկ։ Դա եղել է ռազմավարական սխալ Հայաստանի կողմից։ Սա մեկ։ Երկրորդը, ինչ եմ ես ասում, սա պետք է լինի բացարձակ առաջնահերթություն, որովհետև Հայաստանի Հանրապետությունը որպես ինքնիշխան պետություն այս տարածաշրջանում ապագա չունի, ուղղակի չունի ապագա, քանի դեռ ունի հարաբերությունների բացակայություն իրանից արևմուտք գտնվող 90 միլիոնանոց Թուրքիայի հետ եւ ունի պատերազմական իրավիճակ իրանից արևել գտնվող 10 միլիոնանոց Ադրբեջանի հետ։ Մենակ մի ապագա կա, այն օպերացիոն համակարգը, որը որ տարիներ շարունակ եղել է Հայաստանում, այսինքն Ռուսաստանի կիսագաղութ կամ ֆորպոստ հանդիսանալը, երբ որ դու ունես մի հատ պաշտպան ու ունես ճոխություն չնկատելու, որ քեզնից արևմուտք ու քեզնից արևելք կան այսպիսի պետություններ, հա, բայց այդ համակարգը ապացուցվել է փորձնականում, գործնականում ապացուցվել է, որ չի աշխատում, որովհետև մեր պատմության ամենամութ ժամին 20 թվականին, 21 թվականին, 22 թվականին մենք այս երկուսի դեմ մնացել ենք միայնակ։ Այն դաշնակիցը, որը որ մեզ թվում էր, թե մենք ունենք ու որը որ մեզ պիտի պաշտպաներ, չի պաշտպանել մեզ։ Եվ ուրեմն մենք պետք է բավականաչափ քաջություն ունենանք ինքներս մեր արժև, մեր պատմության արժև, մեր ապագայի արժև, հանուն մեր սերունդների, հանուն այս պետականության, որպեսզի առերեսվենք այն փաստի հետ, որ կար տեսականորեն երկու տարբերակ, երբ որ այս պետությունը հիմնվում էր, կամ գնալ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, կամ դառնալ ռուսական ֆորպոստ, որը մեզ կպաշտպանի այդ հարևաններից։ Հիմա այդ երկրորդ տարբերակը փաստացի չի աշխատում, ուրեմն մնում է մենակ առաջին տարբերակը։
Հասկանում եք։ Իսկ ինչ են քննարկելու ամեն դեպքում Էրդողանի հետ Փաշինյանն ինչ է քննարկելու ձեր կարծիքով ինչ հարցեր կան օրակարգում ընդդիմությունը օրինակ ինչ որ հարցեր է բարձրացնում, բայց ամեն դեպքում եթե իրատեսորեն ինչ հարցեր է բարձրացրել։ Համաձայնագրի վերաբերյալ հարցեր պայմանագրի նկատի ունեմ հայ-ադրբեջանական, հայաստան-ադրբեջանական պայմանագրի եւ որ այնտեղից միգուցե հատկապես որ Իլհամ Ալիևը նույնպես Այո, Քեմաշահում հանդիպել էին։ Այո, հանդիպել է Էրդողանի հետ եւ որ պարտադիր կետ է մտցվելու ադրբեջանցիների վերադարձը Հայաստան 300,000 Ապուշություն է դա, դες բան չկա։ Այդ չկա նման Ալիևը հենց երեք էլ գրեթե ամենօրյա ռեժիմով իրենք հայտարարում են։ Չպետք է լուրջ ընդունենք այդ։ Չէ, ամեն ինչն է պետք լուրջ ընդունել, բայց դա ինչ կապ ունի խաղաղության համաձայնագրի կամ Թուրքիայի դերակատարության հետ։ Թուրքիան կարող է պայման Հիմա տեսեք, Թուրքիան վերջո պայման է դնում, չէ, եթե Ադրբեջանի հետ հարաբերությունները չկարգավորվեն, սահման չի բացվի։ Այս պայմանությամբ այո, դա պայմանն է։ Բայց խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, խաղաղության համաձայնագրի տեքստում ձեր նշված կետը չկա։ Չկա, այո։ Դրան զուգահեռ կա դելիմիտացիա դեմարկացիայի process, որտեղ այդ կետը նորից չի կարող լինել եւ դրան զուգահեռ կա ուրեմն կոմունիկացիաների խոսակցություն, որտեղ նման կետ նույնպես չի կարող լինել։ Հիմա ապագայում ընդհանրապես այդ հարցի վերաբերյալ իմ մոտեցումը օրինակ համար որն է։ Ես կարծում եմ դա պետությունների միջև քննարկելու հարց չի։ Հայաստանն ու Ադրբեջանը իր այդ բանակցելու բան չունեն, թե ոնց պետք է օրինակ համար Բաքվի հայերը վերադառնան Բաքու կամ, չգիտեմ, որտեղ են Հայաստանում ապրում ադրբեջանցիներ, գային Հայաստան, եթե ապրում էին։ Այս հարցը, երբ որ օրինակ համար պետությունների միջև հարաբերությունները կկարգավորվեն, առողջատնտեսական հարաբերություններ կստեղծվեն, որոշակի ռեկոնսիլիացիա կունենա։ Գիտեք, այսինքն երբ որ հարաբերությունները կկարգավորեն, մարդկանց միջև վստահություն կստեղծվի, մարդիկ կսկսեն գնալ, գալ Հայաստանից կգնան Ադրբեջան, Ադրբեջանից կգան Հայաստան, հիմա եթե մարդիկ կուզենան գան ապրեն Հայաստանում, ենթարկվեն Հայաստանի օրենսդրությանը, ընդունեն Հայաստանի քաղաքացիություն եւ հակառակը հայերը կուզեն, դա իրանց որոշ շերիքն է, բայց Ադրբեջանը դա պայմանագիրը ստորագրելու պայմաններից մեկն է համարում, թեև պայմանագրի մեջ չկա նման։ Դուք նման բան եք լսել, որ Ադրբեջանը դա համարում է պայմանագիր ստորագրելու նախապայման։ Իրենք ասում են դրանք դա պետք է արվի եւս 1-2 այլ պայմաններ են առաջ քաշում։ Դուք լսել եք, որ իրենք ասում են դա պայմանագիր ստորագրելու նախապայման է։ Դե կոնկրետ այդ բառերով չեն ասում։ Դե բա դուք կոնկրետ դա եք ասում, դա բոլորովին այլ բան է, քանի որ իրենք ասում են դա խաղաղության համար կարևոր նախապայման է։ Խաղաղությունն ու խաղաղության համաձայնագիրը շատ տարբեր բաներ են։ Խաղաղությունը շատ ավելի այսպես ամորֆ մեծություն է, որ խաղաղություն կարան կառուցենք 100 տարի։ Խաղաղության համաձայնագիրը կոնկրետ փաստաթուղթ է, դրանք ծայրահեղ տարբեր բաներ են, այս տերմինները շատ կարևոր են։ Հիմա ինչ վերաբերվում է Թուրքիայի այցին վարչապետի եւ ինչ պետք է այնտեղ քննարկվի, ես օրինակի համար կարծում եմ 3 կարևոր թեմա կա, որոնք որ կարևոր կներ քննարկել։ Առաջինը դա հայ-թուրքական համաձայնությունն էր սահմանը 3 երկրների քաղաքացիների դիվանագիտական անձնագրի կրողների համար բացելը։ 24 թվականի հունիսին դա պետքա տեղի ունենար եւ տեղի չի ունեցել, մի քանի տարի չի, մի տարի է։ Պետքա տեղի ունենար եւ տեղի չի ունեցել, դա պետքա բարձրացվի այդ հարցը։ Երկրորդ հարցը, որ պետքա բարձրացվի, դա Թուրքիայի հնարավոր դերակատարությունն է ավելի ակտիվ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի մեջ։ Ես հասկանում եմ, որ հիմա այսպես ավելի ավանդական պատերներին եւ պատկերներին սովոր հայ փորձագետների մոտ կամ, չգիտեմ, մարդկանց մոտ ինչ որ սրանից պայթյուն կարող է տեղ ունենա, բայց այո, ես կարծում եմ, որ Թուրքիան տեսականորեն կարող է ավելի շատ դրական գործառույթներ ունենալ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի մեջ, այն պարզ պատճառով, որ Թուրքիան այս պայմանությամբ շահագրգռված է հայ-ադրբեջանական կարգավորմամբ եւ դրան հաջորդող կոմունիկացիաների բացմամբ, որտեղ դա իր համար հնարավորություն է տալու ավելի արդյունավետ մուտք ունենալ, ավելի հեշտ մուտք ունենալ մեր տարածքով, դա ավելի կարճ ճանապարհ է դեպի Ադրբեջան, դեպի Կասպից ծովի ավազան եւ դեպի Կենտրոնական Ասիա, հատկապես հաշվի առնելով թե ինչա տեղի ունենում Վրաստանում եւ ինչպեսի ապակայունացումներ ու ինչպեսի հնարավոր արտաքին քաղաքական շրջադարձներ կարող են տեղի ունենալ հարևան երկրում։ Ըստ որ Թուրքիային դա պետք է, եւ եթե դա Թուրքիային պետք է, ապա Թուրքիան կարող է դրական ազդեցություն ունենալ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի վրա։ Սա երկրորդ բլոկն է, որ ես կարծում եմ կարևոր կլինի քննարկումների ժամանակ ուրեմն մտքում պահել, եւ երրորդ բլոկը դա հայ-թուրքական կարգավորման գործընթացի առնվազն այնքան առաջ տանելն է, որքանի հնարավորություն այս պայմանությամբ կա։ Այո, դուք բոլորին ճիշտ եք, երբ որ ասում եք, որ Թուրքիայի կողմից կա նախապայման, որ մինչև տեղի չունենա հայ-ադրբեջանական, այլ մինչև իրականում սենց հայերը մինչև Ադրբեջանը կողմ չլինի կարգավորմանը ներողություն, Թուրքիան չի գնալու կարգավորման։ Բայց օրինակ երբ որ թուրքական կողմից մենք պարբերաբար լսում ենք այդ տերմինը համաժամանակի, այսինքն մի քայլ ընդեղ առաջ, մի քայլ ստեղ առաջ, հիմա ստեղ մի քանի քայլեր առաջ արվել են։
դելիմիտացիայի դեմարկացիայի գործընթացում են քայլեր առաջարվել կոմունիկացիա համաձայնեցել։ Համանագիրն է համաձայն։ Հերթը Թուրքիային է կարծում եք։ Ես կարծում եմ, որ այս պայմանությամբ պետք է որ, այսպես գիտեք, մանևրի ինչ որ տեղ բացված լինի, օպերատիվ ինչ որ գործողության տեղ բացված լինի, մի քանի քայլ առաջանալու նաև թուրքական ուղղությամբ։ Եվ կարծում եմ պետք է փորձել դա օգտագործել։ Ինչ ակնկալ ենք այդ դեպքում։ Եթե ասում եք պետք է փորձել օգտագործել։ Դե ասացի 3 բան ասացի։ Ինչ իրական բան կա։ Սահմանը երրորդ երկրները, Թուրքիայի ավելի ակտիվ դերակատարությունը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում եւ տեսնել, հասկանալ, շոշափել ինչ օպերատիվ տարածք կա համագործակցություն ավելացնելու։ Օրինակ, հիմա պարենի ոլորտում, էներգետիկայի ոլորտում ունենք ինչ այսպես թեմաներ կա, որոնք որ հնարավոր է գնալ դեպի համագործակցության ուղղությամբ։ Տեսեք, այդ համատեքստում էր 3 Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը այցելել է սահմանային գոտի եւ ուսումնասիրել է, թե ինչպես է իրականացում սահմանի անվտանգության միջոցառումները, ինչ է սա նշանակում, սա պարզապես զուգադիպեց Փաշինյանի այցին, թե ինչ որ հատուկ գործողություններ։ Այն որ Թուրքիայի արևելյան շրջանների բնակչությունը եւ տեղական ինքնակառավարման մարմինները երևի թե ամենաշահագրգռված խումբն են հայ-թուրքական սահմանի բացմամբ, դա ակնհայտ է, որովհետև դա Թուրքիայի հարաբերականորեն ամենաաղքատ եւ տնտեսական հնարավորություններից զրկված հատվածներն են եւ նաեւ սա առաջի դեպքը չի միջազգային, երբ որ այդ հատվածների համայնքապետերը որոշակի նախաձեռնողականություն են ցույցաբերում։ Ես ուզում եմ հիշեցնել, որ եթե չեմ սխալվում, այս տարի էր դա, որ թուրքական կողմի հատուկ բանագնացի ՔԼՉ-ի մոտ հանդիպում էր տեղի ունեցել այդ համայնքների ղեկավարների եւ բիզնես ուրեմն այդ բիզնես շրջանակների, այսպես ասենք, ներկայացուցիչների հետ, այնպես որ այո, այնտեղ հստակ է, որ այդ շրջանները շահագրգռված են հայ-թուրքական սահմանի բացմամբ։ Ասեմ ավելին, ես կարծում եմ, որ այս բոլոր կողմերը ասենց ասում են, որ այ հայ-թուրքական սահմանի բացումը դրական ազդեցություն ունենալու եւ Թուրքիայի եւ Հայաստանի վրա, դա շատ ճիշտ գնահատական է իմ կարծիքով, բայց այդտեղ մենք ունենք պակաս լուրջ հետազոտական աշխատանքի։ Տեսեք, որևէ հետազոտություն թե այս պայծրությամբ Թուրքիայի հնայի վրա, էներգետիկայի վրա, չգիտեմ, տնտեսական շարժի վրա եւ մեր նույն ամենը մեր ինչ ազդեցություն ունենալու հայ-թուրքական սահմանի բացումը չկա։ Եվ ես կարծում եմ շատ լավ կլիներ, եթե հիմա այդպեսի լուրջ հետազոտություն արվեր, թե կողմերի վրա ի վերջո այս պայծրությամբ սահմանի բացումը ինչ ազդեցություն ունենալու։ Այդ ընդդիմությունը բարձրաձայնում է, որ Թուրքիան իր ապրանքներով էքսպանսիայի կենթարկի եւ Հայաստանի արտադրությունը առանց այտել ոչ մեծ ծավալների կարող է շատ մեծ չափով տուժել։ Ինչն է այս բան Թուրքիային խանգարում դա անել։ Մենք չունենք հարաբերություններ։ Հայաստան թուրքական ապրանք չի գալիս։ Գալիս է, դա միջնորդավորված Վրաստանով եւ այլն, իսկ Դու գիտեք, թե պետությունների միջև արտաշրջանառությունը ինչքան է։ Բավականին մեծ է։ Կես միլիարդից ավել է։ Իսկ եթե թուրքական կողմը իր արժեվ նպատակա դրել, այսպես մեզ տոտալ կախվածության մեջ գցել, բանը մեր լոլիկը խեղդել, իր լոլիկը բեր, ինչի հիմա չի անում։ Որևէ սահմանափակում թուրքական կողմի համար այս պայծրությամբ չկա դա անել, բացի մի հատ 100 կիլոմետրանոց բանից, շրջանցումից, որ իրանք մտնում են Վրաստանով, գալիս են Հայաստան, ընդհանրապես 100 կիլոմետր ավելի երկար ու մատենց ճանապարհը։ Ինչի Թուրքիան դա չի անում, եթե Թուրքիան ունի այդպես նպատակ։ Միգուցե Թուրքիան դա չանի, բայց ինքնաբերաբար դա անեն հայ գործարարները ավելի շատ շահույթ Իսկ այդ ձեր նշած շրջանակները երբևիցե լսել են այնպիսի գործիքի մասին, ինչպիսին է պետական ռեգուլյացիաները։ Լսել ենք։ Հա, լսել եք։ Օրինակ, երբ որ պետությունը որոշում է, որ իր պայմանական լոլիկ աճեցնողին կամ իր կաշե գործին պաշտպանելու համար ինքը դնում է ավելի բարձր մաքսատուրք։ Եվ ի վերջո, եթե մենք այդ մոտեցմամբ ենք, մենք պետք է սաղ աշխարհի հետ մեր սահմանները փակենք։ Ես բան չունեմ ասելու, իհարկե մենք Թուրքիան ցեղասպան պետություն է, Օսմանյան կայսրությունում հայ ժողովուրդը ենթարկվել է ցեղասպանության եւ մենք ունենք հատուկ ուրեմն պրոբլեմ, երևի թե մարդկության պատմության մեջ եզակի պրոբլեմ Թուրքիայի հետ։ Ես չեմ կարծում, որ երկու ուրիշ ժողովուրդ, երկու ուրիշ պետություն կգտնվի, որը որ կունենա այն խորությամբ եւ այն մակարդակի պրոբլեմը, որը որ մենք ունենք Թուրքիայի հետ։ Բայց մի հատ այսպիսի շփշափով փիլիսոփայական բան էլի, եկեք արձանագրենք, որ այն ժողովուրդը, որը որ իր պապերին ավելի կարևորում, քան իր երեխաներին, ապագա չունի։ Ինքը ունի անցյալ, բայց ապագա չունի, եթե դու քո պապերին ավելի ես կարևորում, քան քո երեխաներին։ Պարոն Քոչինյան, դուք ասում եք Թուրքիային ավելի ձեռնտու է։ Ու կներեք հազար անգամ, ես այդտեղ բացարձակապես խոսքը նրա մասին չի մոռանալ, ներել, չգիտեմ, ժխտել, ի վերջո ներում են մենակ նրան, որ ներողություն է խնդրում։ Ես ինչ-որ չեմ հիշում, որ Թուրքիան ներողություն խնդրի։ Բայց եթե կա հնարավորություն գնալ այդ կարգավորումներին առանց այդ թեմային անդրադառնալու, մենք պետք է գնանք այդ ուղղությամբ։
Իսկ այս պայմանությամբ առնվազն թուրքական կողմից ինչ որ պահանջ, նախապայման ցեղասպանության թեմայով չկա։ Եվ ուրեմն պետք է գնալ այդ կարգավորման ուղղությամբ։ Դուք ասում եք Թուրքիայի համար կարևոր է Հայաստանի տարածքով դեպի Ադրբեջան գնալը կամ դեպի Սոյֆծով եւ այլուր, Կասպիցով դուրս գալը, սա չի կարող չհիշեցնել Թուրքիայի Ադրբեջանի կողմից բարձրաձայնվող Զանգեզուրի միջանցքի մասին։ Ամեն դեպքում այդ վտանգը վերացավ, չկա Հայաստանի գլխին կախված։ Ես չեմ կարծում, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի մոտեցումները կոմունիկացիաների թեմայով նույնական են, նրանք նույնական չեն։ Ավելին, արդեն բավականին տևական ժամանակ է թուրքական կողմից այդ տերմինը չի օգտագործվում Զանգեզուրի միջանցք։ Օրինակ վերջին անգամ որ Էրդողանը իր ինքնաթիռում այս թեման անդրադարձավ, ես տեսա հայկական մեդիայում մեծամասնությունը մեդիաների հիմարաբար տերմինը թարգմանել էր որպես միջանցք, բայց ինքը այնտեղ չէր ասել միջանցք, ինքը ասել էր ուղի։ Ինչը հաշվի առնելով իրանց հարաբերությունների խորությունը, մեր հարաբերությունների բացակայությունը շատ մեծ փոփոխություն է։ Ինչի ես կարծում, որ կա իրանց մեջ որոշակի տարբերություն։ Ադրբեջանի համար դա ավելի շատ քաղաքական պրոյեկտ է։ Այսինքն ունենալ Նախիջևանի հետ անխոչնդոտ, անմիջնորդավորված, անվերահսկելի կապ, որը որ կամրապնդի իր անկլավի հետ իր ունեցած կոմունիկացիան։ Դա քաղաքական պրոյեկտ է, տնտեսական չի։ Թուրքիայի համար այս ճանապարհների պատմությունը ինքը տնտեսական պրոյեկտ է։ Ինքը խնդիր չունի, ինքը իր ապրանքները այնտեղ մաքսային վերահսկողության ենթարկվելու են, անձնագրային վերահսկողության։ Իր ֆուրերի վարորդները հիմա էլ են Հայաստանի տարածքով գնում եւ հիմա էլ են եւ անձնագրային եւ մաքսային վերահսկողության ենթարկվում։ Դուք գիտեք, որ թուրքական ֆուրերը շատ հաճախ Հայաստանի տարածքով գնում գալիս են, հա, իսկ Թուրքիայի համար դա խնդիր չի։ Թուրքիայի համար խնդիրը ունենալ հնարավորինս կարճ եւ ապահով անվտանգ ճանապարհներ դեպի Ադրբեջան, դեպի Կասպից ծովի ավազան եւ դեպի Կենտրոնական Ասիա։ Այսինքն իրանց կարիքները տարբեր են։ Այդտեղից էլ ելնում է, որ իրանց դիրքորոշումներն են տարբեր։ Դրա համար ասել, որ թուրք-ադրբեջանական Զանգեզուրի միջանց դա այսպես հոգին ջերմացնող արտահայտություն է, բայց այդպես չի, որ թուրք-ադրբեջանական Զանգեզուրի միջանց կա։ Կա ադրբեջանական քաղաքական պրոյեկտ եւ կա թուրքական տնտեսական պրոյեկտ։ Այս ամեն ինչը չի նշանակում, որ եթե վաղը ամենավատ սցենարով տեղի ունենա ամեն ինչ եւ Ադրբեջանը մտնի ուղղակի գրավի, Թուրքիան էլի չի աջակցելու Ադրբեջանին, հա, էլի աջակցելու է, բայց առնվազն այս պայմանությամբ ես չեմ տեսնում, թե ինչու պետք է Թուրքիան նպաստի դրան, հասկանում եք։ Կարծում եք կհաջողվի Նիկոլ Փաշինյանին Թուրքիային համոզել կամ Թուրքիայի միջոցով Ադրբեջանին ստիպել կամ համոզել ետ կանգնել կամ չծուկացնել այդ վտանգը։ Եվ այդ միջանցքի Ադրբեջանի ցանկությունը միջանցքի վերաբերյալ եւ որ ի վերջո ստորագրել պայմանագիրը խաղաղ։ Դե գիտեք, ես չեմ կարծում միջազգային հարաբերությունները ճիշտ ասած համոզելու մասին են, ոչ մեկին չի համոզում միջազգային հարաբերությունները, դա եւ թե ինչ-որ տես դպրոցական սիրավեպերում են, ինչ-որ բան համոզում։ Ասդ դա էլ Այս կողմերը ելնում են իրենց շահերից եւ այս առումով ես տեսնում եմ, որ Հայաստանի եւ Թուրքիայի շահերը ինչ-ինչ հարցերում իրար բավականին մոտ են, որտեղ մեզ էլ է պետք կոմունիկացիաների բացում, Թուրքիային էլ է պետք կոմունիկացիաների բացում։ Մենք էլ ենք հետաքրքրված, որպեսզի մեր տարածքով տեղի ունենա միջպետական բան, այսպես առևտրաշրջանառություն։ Թուրքիան էլ է դրանում շահագրգռված։ Ուղղակի խնդիրն անում է, որ այս պատերազմությամբ Թուրքիայի կախվածությունները Ադրբեջանից ավելի մեծ են, քան Թուրքիայի հնարավոր օգուտները Հայաստանից։ Հասկանում եք, Ադրբեջանը միշտ ավելի լավ գինը ի վիճակի այս պատերազմությամբ առաջարկել։ Այս հավասարումը տեսականորեն ունի երկու լուծում։ Մի լուծումն է նա, որ մենք կարողանանք հասնել ինչ-որ մի հատ հանգրվանի, երբ որ Ադրբեջանը այլևս դեմ չլինի հայ-թուրքական կարգավորմանը։ Մյուս լուծումն այն է, որ հայտնվի երրորդ ուժ, որը կփորձի հավասարեցնել Հայաստանի ու Ադրբեջանի առաջարկածները։ Պայմանականորեն Եվրոպական միությունը, դուք գիտեք, որ Թուրքիան ունի մաքսային միություն Եվրոպական միության հետ, Թուրքիան եւ մեր հետ մաքսային միության անդամ է, բայց այդ մաքսային միությունը կնքվել է տասնամյակներ առաջ եւ բավականին հնացած է։ Այս պայմանությամբ Թուրքիան շատ հետաքրքրված է նրանով, որպես այդ մաքսային միությունը վերաթողարկվի, վերաթարմացվի։ Ու դա իրենց համար ամենակարևոր արտաքին քաղաքական խնդիրներից մեկն է։ Հիմա եթե օրինակ համար եվրոպական կողմը այդքան հետաքրքրված է Հայաստանի դիմադրունակությամբ, այն ընթացքով, որ Հայաստանը գնում է, ապա դրա համար պետք է անել ընդհանրապես մեկ բան, նախապայման դնել թուրքական կողմի առաջ, այդ բանակցությունները անգամ մեկնարկելու համար, որ հայ-թուրքական սահմանը պետք է բացվի։ Այդ դա կարող լինի այն լրացուցիչ կալորիան, որը որ Թուրքիային կարա ստիպի անցնելու առաջ առանց սպասելու Ադրբեջանին։ Ինչպես նշեցի, հա, հավասարումը ունի տեսականորեն երկու լուծում։
Անցնենք նաև տարածաշրջանային այլ հարցերին, ի վերջո Իրանի խնդրին, այս պահին, երբ որ մենք զրուցում ենք, միգուցե շատ կարևոր բան է կատարվում, մեծ հարձակումներ են լինում կամ անգամ միգուցե եւ բանակցությունների մասին համաձայնություն կա, դժվար է ասել։ Ամեն դեպքում իրադարձությունները Իսրայելի եւ Իրանի միջև կամ Ամերիկայի, Իսրայելի եւ Իրանի միջև բավականին արագ են փոխվում։ Ինչ վիճակ է հիմա ստեղծվել այդ առումով տարածաշրջանում, արդյոք Ամերիկան կմտնի պատերազմի մեջ անմիջականորեն արդեն, որտեղ հիմա այդ հարցն էլ է քննարկվում եւ ամերիկյան տարբեր լրատվամիջոցներ հղում տալով իրենց իշխանությունների տարբեր աղբյուրներին ասում են, որ այդ համաձայնությունը արդեն կա, մնում է Թրամփը հրամանը տա, Թրամփը սպասում է ինչ-որ մի բանի եւ այլն, ամեն դեպքում Ամերիկան կմտնի ուղիղ արդեն մասնակցություն կունենա։ Իրավիճակը հետեւյալն է։ Իրանի արչեւ կա դրված 3 պահանջ, որին Միացյալ Նահանգները ակնկալում են, որ Իրանը պետք է համաձայնվի։ A. Միջուկային զենքի ստեղծումից հրաժարվելը, B. Ուրանի հարստացման ծրագրից հրաժարվելը ընդհանրապես, այդ թվում նաև խաղաղ նպատակներով։ Իդեպ նշենք, օրինակ Հայաստանը, Թուրքիան պետությունները, որոնք ունեն սեփական ատոմային ծրագիր, մենք ուրան չենք հարստացնում, մենք ձեռք ենք բերում հարստացված ուրան, մենք գնում ենք այդ հարստացված ուրանը 3.14 թե 2.15%-ի մասին չեմ հիշում խոսքը, եւ օգտագործում ենք որպես վառելիք։ Այսինքն շատ պետություններ, որոնք ունեն ատոմականներ, իրենք չեն հարստացնում, իրենք գնում են այդ հարստացված վառելիքը։ Եվ երրորդը չունենալ փոխադրման միջոց միջուկային զենք, այսինքն հրթիռներ, որոնք ի վիճակի են միջուկային մարտագլխիկ տեղափոխել։ Հիմա այս 3 պահանջները Միացյալ Նահանգները դրել են սեղան եւ պահանջում որպես Իրանը սան համաձայնվի։ Սա արդեն մի 90 օրվա խոսակցություն է, հա, եւ Թրամփը ժամանակին հայտարարել, որ Իրանը ունի 60 օր այս 3 պահանջներին համաձայնվելու, Իրանը չհամաձայնվեց, տեղ ունեցավ ինչ որ տեղի ունեցավ։ Իսրայելը համարում է, որ Իրանը չի համաձայնվելու սրան երբևիցե ու որոշել է իր համար ուղղակի ոչնչացնել Իրանի բոլոր այն հնարավորություններն ու ռեսուրսները, որոնք բերելու են այս 3-ից որևէ մեկի ստեղծմանը։ Իսկ սա նշանակում է ամբողջ էներգետիկ միջուկային համակարգի ոչնչացում, սա նշանակում է ռազմատեխնիկական եւ ռազմաարտադրական պոտենցիալի ոչնչացում եւ ռազմաքաղաքական ու գիտական ներուժի ոչնչացում։ Այսինքն Իրանի ապա ռազմականացում, եթե կուզեք։ Հիմա Էլի չորչապով այդ վատ ոստիկան, լավ ոստիկան խաղն է գնում, Իսրայելը վատ ոստիկանն է, որը որ ուղղակի հարվածել է փորձում դրան հասնել, Միացյալ Նահանգները թղթերն ա բերում եւ ասում է, որ բան ստորագրես, այս ամեն ինչը կդադարի։ Կարելի է եզրակացնել, որ Միացյալ Նահանգները Իսրայելին մղում է այդ գործողության, որպեսզի ինքը այդ որպես լավ ոստիկան այդ թղթերը։ Ես չեմ կարծում, որ մղում է, ես կարծում Իսրայելը շատ ինքնուրույնաբար է շատ մեծ հաճույքով դա անում, որտեղ Իսրայելի համար ամենամեծ էգզիստենցիալ վտանգը իրենց ընկալման առնվազն Իրանի Իսլամական Հանրապետությունն է։ Բայց այս ամեն ինչը ինչ որ ժամանակային լիմիտ ունի եւ եթե Միացյալ Նահանգները տեսնում են, որ օրինակ համար Իսրայելի հարվածները չեն բավարարում եւ Իրանն էլ մյուս կողմից չի գնում այդ բանակցությունների չի գնում են համաձայնությունների, որոնց մասին խոսեցինք, ապա ես այդ պարագան չեմ բացառում, որ Միացյալ Նահանգները նույնպես կմիանան ուրեմն Իսրայելի կողմից տեղ ունեցող հարձակումներին, ստիպելու համար Իրանին գնալու են ուղղությամբ, որը որ դրված է սեղանին։ Այսինքն այս պայդրությամբ կա երկու տարբերակ, կամ Իրանը ստորագրում է այդ թղթերը լավով, կամ Իրանը ստորագրելու է այդ թղթերը վատով։ Ես այդպես եմ տեսնում այս պայդրությամբ իրավիճակի զարգացումը։ Հայտարարություններ կան, որ ոչնչացրել են Իրանի այդ միջուկային մշակումների, պաշարների այդ մեծ մասը, բայց երեք օրինակ Պուտինը ասում էր, որ չեն կարողացել վնասել գործարանները, արտադրությունը կամ մշակումը դեռևս շարունակվում է։ Ինչ ընթացք է, ինչ տեղեկություն ունեք։ Ցավոք սրտի ես այդքան խորացված գիտելիքներ այդ թեմայով չունեմ, ես դες նկարագրեցի քաղաքական կոնյունկտուրան։ Ես քաղաքականության մասնագետ եմ, հասկանում եք, այսինքն իրավիճակը հետեւյալն է։ Թուղթը դրված է սեղանին, մի կողմից հարվածում է Իսրայելը։ Այս պայծրությամբ այլընտրանք չկա, եթե տեսականորեն մի դեպքում կարելի է, թե Իրանը բավականաչափ դիմադրունակություն ցուցաբերի։ Երեք Իրանի ղեկավարը հայտարարեց, որ մենք հաղթելու ենք Իսրայելին։ Դիմադրունակություն ցուցաբերի այն աստիճան, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հասկանան, որ այդ պատերազմի շարունակությունը չափազանց թանկ է իրանց վրա նստում եւ չի արդարացնում միջոցներ այլևս, դա տեսականորեն հնարավոր է, բայց այս պայծրությամբ, երբ որ դու հաշվի ես առնում, որ առաջին 24 ժամվա ընթացքում հաջողվել է սպանել գլխավոր շտաբի պետին, տեղակալներին, հետո 72 ժամ հետո միատել նորանշանակ գլխավոր շտաբի պետինը հաջողվեց սպանել։ Դա այնքան է նման չի դիմադրունակ պետությանը, ձեզ անկեղծ ասեմ։ Մենք միջոցից վերջերս նայեցինք, ոնց որ թե վերջին 100 տարվա մեջ պատերազմ գտնվող երկրի գլխավոր շտաբի պետ մի անգամ է սպանվել, այդ երբ որ իտալացիները գրավում էին Եթովպիան։ Այսինքն 100 տարի շարունակ գլխավոր շտաբի պետ պատերազմական վիճակում գտնվող պետության չի սպանվել։ Իսկ Իրանում 72 ժամվա մեջ սպանվել է 2 անգամ գլխավոր շտաբի պետ։ Նույնիսկ սա մի քիչ դիմադրունակ պետության նման չի։ Ինչ ազդեցություն դա կարող է ունենալ Հայաստանի վրա ամեն դեպքում այս պատերազմը կամ պատերազմի որ հնարավոր ելքն է մեզ ավելի դառնտու։ Սա վերջին հարցն էր, հուսով եմ։ Ոչ դեռևս։ Ուրեմն տեսեք,
ես ոչ կիսում եմ պանիկայի տրամադրությունը, որը որ ասում է թե բանա հիմա Ադրբեջանը վաղը հարձակվելու է, մի ժամից հարձակվելու է, Իրանն էր մեզ պահում, Իրանը էլ չկա, ոչ էլ կիսում եմ այն տպավորությունը, թե դա մեզ որևէ կերպ չի վերաբերվում։ Աներկբա է, որ այս իրավիճակը Հայաստանի համար ստեղծում է բավականին լուրջ սպառնալիքներ, ընդ որում ոչ միայն Ադրբեջանի հարձակման առումով, այլ նաև ռադիացիոն սպառնալիք է սա իր մեջ պարունակում, որտեղ եթե այնտեղ ինչ որ օբյեկտների հարվածում են, որտեղ կարող լինի գեցեք։ Երկրորդը դա միգրացիոն բավականին լուրջ սպառնալիքներ է պահանջում, ստեղծում, այո, որովհետև այդ մարդիկ կարող սկսեն ուղղակի մասսայաբար լքել Իրանը, Հայաստանը ապահով երկիր է, Իրան կարող անդրեն հայկական ուղղությունը, սա լուրջ սպառնալիք է։ Կարողանանք մեծ հոսքերին ընդունել։ Իհարկե, որտեղ ի վերջո Հայաստանը փոքր երկիր, բայց այդ երկրորդ սպառնալիքն է, եւ իհարկե երրորդ սպառնալիքը դա այն է, որ տարածաշրջանում ստեղծվել էր որոշակի հարաբերական ստատուս քվո, որտեղ Եվրոպական միությունը, Միացյալ Նահանգները, Իրանը ունեին բավականին հստակ դիրքորոշում այդ արտատարածքային միջանցքների վերաբերյալ, մյուս կողմից Թուրքիան ուներ բավականին այսպես, ինչպես այն դիրքորոշումը, որը ես ներկայացրեցի, եւ Ռուսաստանը ուներ իր վերահսկողությամբ արտատարածքային միջանցք ուրեմն ստեղծելու մտադրություն։ Այս առումով կարծես թե մի բարձիկ կամ մի գոտի պակասում է անվտանգության, ինչը դեռ չի նշանակում ամբողջ համակարգի կոլապս։ Իհարկե վտանգը մեծացել է, բայց նաև ասել այն պնդումներ անել, թե այ հեսա վաղը 5 րոպեից հարձակ, դա էլ է սխալ, որտեղ ի վերջո միայն Իրանը չէր, որ ապահովում էր այդ ստատուս քվոն մեր տարածաշրջանում, որը որ կար։ Արդյոք միայն այդ միջուկային զենքի կամ ուրանի մշակումների խնդիրը, թե ավելի գլոբալ խնդիր կա, ավելի գլոբալ խնդիր է Ամերիկան հետապնդում այս տարածաշրջանում, տեսեք այդ ամեն ինչը սկսվեց շատ ավելի հեռվից եւ մոտեցավ մինչեւ Իրան։ Այդ ամեն ինչը սկսվելով շատ ավելի հեռվից, այսպես թե այնպես կապված էր Իրանի հետ։ Սիրիայում ռեժիմը կապված էր Իրանի հետ, Հեզբոլան կապված էր Իրանի հետ, եւ այլն եւ այլն։ Այսինքն այս ամեն ինչը պետք է տեսնել մի մեթոդաբանական այսպես բանի մեջ, պրոյեկտի մեջ, որ այս բոլոր հարվածները ուղղված էին Իրանին եւ ի վերջո հիմա հաջողվել է բերել հասցնել այդ իրավիճակը Իրանի մայրաքաղաքի կենտրոն։ Սա վերջին կարելի ասել։ Սա վերջին արարն է Իրանի դեմ պատերազմի, այո։ Եվ ասել արդյոք այս ամեն ինչը կապված է միջուկային ծրագրի հետ, ես կարծում եմ միջուկային ծրագիրը գլխավոր հիմնարար հարցն է, որովհետև Իրանը միջուկային զենքով դա մի Իրան է, Իրանը առանց միջուկային զենքի դա բոլորովին այլ, այսպես հասարակ պետություն է, ինչպիսիք շատ են աշխարհերեսին, որոնք շատ հարցերում օրինակ համաձայն չեն Արևմուտքի կամ Միացյալ Նահանգների հետ։ Այնպես որ կասեմ դա է հիմնական հարցը, այո։ Ես կուզում նաև Եվրոպայի քաղաքականությունը այս պատերազմի նկատմամբ դու գնահատեք, արդյոք տարբերություն կա Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կամ Եվրոպան ամեն դեպքում սատարում է կարծեք թե, բայց Մակրոնը Ֆրանսիայի նախագահը երբեմն այլ հայտարարություններ է մտահոգվող հայտարարություններ է հնչում եւ նաև այն կոնտեքստում խնդրում եմ կարծեք խոսքը ասեք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կամ Եվրոպան որոշակի ռազմական հնարավորություններ են հիմնականում ԱՄՆ տեղափոխում Ուկրաինայից դեպի այս տարածաշրջան, դեպի Իրանյան Եվրոպական միության պետությունների համար առաջնայինը դա Ուկրաինայի պատերազմն է, Ռուսաստանի հարձակումն է Ուկրաինայի վրա, ուկրաինական պատերազմն է եւ Եվրոպայի անվտանգությունն է եւ Եվրոպայի համար շատ ավելի տրամաբանական է ռեսուրսները կենտրոնացնել ուկրաինական ուղղությամբ, քան կենտրոնացնել Մերձավոր Արևելքում։ Ամերիկան ռազմական հնարավորություններ է տեղափոխում Ուկրաինայից, դա չի թվացնում Եվրոպական միության դիրքորոշում։ Դա չի թույլատնի Ուկրաինային առանցել պարբերաբար նման հարվածների։ Այս պայդրությամբ Միացյալ Նահանգների մասնակցությունը պատերազմում էականորեն ավելի սահմանափակ է, քան նախորդ ադմինիստրացիայի ժամանակ էր։ Ուկրաինայի, ռուս-ուկրաինական։ Իսկ դա շատ ավելի չի թույլատնում, դեռևս եվրոպական աջակցությունը շատ զգալի չափով չի ավելանում։ Այո, դա բայց դա ուզում ասեմ նոր սկսված process չի, դա տեղի ունեցել Թրամփի վերընտրվելուց գրեթե անմիջապես հետո։ Իսկն այդ process-ները սկսվել են շատ ավելի շուտ։ Եվ այո, Ուկրաինայի համար դա մահացու վտանգ է իր մեջ պարունակում։ Դուրս է գալիս աստիճանաբար Ամերիկան։ Այո, Միացյալ Նահանգները ուզում են, որպես Եվրոպական միությունը իր վրա վերցնի հիմնական ծանրաբեռնվածությունը պատերազմի։ Եվրոպական միությունը անգամ եթե համաձայն է դրան, թեպետ վստահ չեմ որ համաձայն է, որովհետև այդ կոնսուլտացիաները դեռևս շարունակվում են, ինքը դա միանգամից չի կարող անել, իրեն պետք է լինելու ժամանակ, ռուսները ժամանակը չեն տալիս։ Եվ ինչ հնարավոր է ելքի ավելի կտրուկ փոփոխություն ընդդեմ հոգուտ Ռուսաստանի տեսականորեն հա, բայց դա կախված է թե ինչքանով կարողանան ռուսները լավ կազմակերպել իրենց հարձակումը, այս պայմանությամբ ինչ որ շրջադարձային փոփոխություններ չեն նկատվում։ Եվ մի կարճ հարցել ռուս-ուկրաինական պատերազմն է ավելի կարևոր Հայաստանի համար, այդ պատերազմի երկը թե Իրանում տեղ ունեցող զարգացումները կամ ընդդեմ Իրանի տեղ ունեցող։ Պատասխանեմ երկուսն էլ ծայրահեղ կարևոր աշխարհական գործընթացներ, որոնց շատ բան է կախված լինելու Հարավային Կովկասում ճարտարապետության վերաբերյալ։
Շնորհակալություն մեր զրույցի համար, բավականին հապշտապ։ Ես մեր ունկնդիրներին հիշեցնեմ, որ Ամեկ+-ի տաղավարում էր անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը։